Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Դանիելյան, Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմը չմասնակցեցին իշխանության օրակարգի սպասարկմանը եւ հապճեպ անսպասելի բերված հայտարարության քննարկմանը, որը վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև իբրև թե խաղաղության հաստատմանը արտահերթ նիստով ԿՊԱ-ականները նման նախագիծ ընդունեցին, ինչ է կարծում այն օրը, երբ Կոպենհագենում Փաշինյան-Ալիև շփումներ մի բաժակ սուրճի սեղանի շուրջ, այդպես ոտքի վրա, հենց այդ հայտարարությունը բերելը կապ ունի այդ հանդիպման փաստի հետ, թե սա ավելի շատ ներքին լսարանին համոզելու համար է, որ արդեն խաղաղության դարաշրջանում ենք գտնվում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ նախ ավանդական դարձած մեր ողջունները եւ մեր զորակցությունը հայտնենք քաղաքաբանտարկյալ մեր բոլոր ընկերներին, հարազատներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, Սրբազան հայրերին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Արտուր Սարգսյանին, Իգոր Սարգսյանին, մեր հերոսածին ծնողներին, որոնք անազատության մեջ են, բոլոր այն 18 արդարներին, Սրբազան պայքարի գործով, որը նաև հենց հիմա դատավարությունը գնում է իրենց ցանկանան առողջություն եւ շուտապույտ ազատության մեջ լինեն։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, նախ ամբողջությամբ այդ ինչ որ կատարվեց այսօր անակնկալ էր, դա առավոտյան ուրեմն որոշում էր եւ ամենայն հավանականությամբ պայմանավորված է Ալիև-Փաշինյան հանդիպման հետ, դա կապված ուրեմն եւ դուք նշեցիք, որ էլի սուրճ էր դրել Ալիևի համար եւ ես կարծում եմ, որ հենց այդ ընթացքում ինքը ուզում էր նաև Ալիևին ներկայացնի, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, եթե տեսեք մեր խորհրդարանում հիմա այդ այսպես քննարկումներ են եւ շուտով նաև այսպես ասած այդ դրա արդյունքում նաև հայտարարությունը կընդունվի, սա հերթական գծնելու հերթական խայտարակ մի հայտարարություն էր, որը էլի գիտեք ինչ ԿՊԱ-ականները մտածում են, որ մեր ժողովուրդը այնքան միամիտ է, որ նորից ու նորից կհավատա իրենց ստերին ու կեղծիքներին։ Ինչ որ իրենք նախորդ պլանավորել էին խաղաղության, այսպես ասած, ճակերտավոր խաղաղության փաստաթուղթը ժողովրդի վրա վաճառելու կամ նույն թրիպը վաճառելու, չի ստացվել։ Ակնհայտ ձախողվել է այդ ամեն ինչը եւ ընդդիմությունը այս ուրեմն ամիսների շաբաթների ընթացքում մանրամասն կետ առ կետ անդրադարձել է այդ փուչիկին, որ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող խմբակի կողմից եւ հիմա էլի ինչ որ նոր, այսպես ասած, սեթևեթումներով բանով փորձում է էլի եւ ինչ որ մարդկանց ինչ որ բանապացուցի եւ ներքին լսարանի համար որոշակի նաեւ Տեսեք, պարոն Դանիելյան, չկա վերջնական փաստաթուղթ Ադրբեջանի հետ խաղաղության մասին, կա նախաստորագրված ըստ էության պահանջագիր Բաքվից Երևան ուղարկված, կա անորոշ չպարզաբանված եւ բազմաթիվ հարցեր առաջացնող հուշագիր Թրամփի ուղու վերաբերյալ, որին Բաքվում, Թուրքիայում եւ նաեւ հենց եթե չեմ սխալվում, Թրամփը այդ ստորագրման օրը միջանցք ձևակերպումն է տվել, իսկ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ Սանգեզուրի միջանցք է ասում, բայց այս իշխանությունը ազգային ժողովի հայտարարության մակարդակով փորձում է ցույց տալ, որ խաղաղությունը այլևս հաստատված է ու այդ տեքստը ես ընթերցում էի նախագծի, վերջում էլի հորդորեր երկու կողմերի հանրային շրջանակներին չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են կոնֆլիկտի հրահրման առիթ դառնալ։ Տպավորություն է, թե այս իշխանությունները մի քանի անգամ այսպես երթում են տալիս Ալիևին, որ կատարելու ենք, այո, կատարելու ենք ձեր բոլոր հրահանգները։ Այո, երեք էլի Թուրքիայից ամենաբարձր մակարդակով հայտարարություններ հնչեցին հենց
նրա մասին, որ միջանցք իրենց պաշտոնյաներից մեկը, եթե չեմ սխալվում, իրենց տրանսպորտի նախարարը, այո, նույն խոսույթներ օգտագործում, ասելով, որ դա միջանցք է եւ իրենք դա պատահական չեն ասում, դա եւ Թուրքիան ասում, եւ Ալիևն ասում, եւ հետաքրքիր գիտեք, որ նա տարբեր ուրեմն միջոցառումների ժամանակ կլինի դա Շանհայում, կլինի դա ՄԱԿ-ի ասամբլեայում, այս մարդը խեղճացած գնում է եւ մուրում է, խնդրում է, աղաչում է, ասում է Ալիև, պարոն Ալիև, դու գոնե այս ընթացքում նման արտահայտություններ քեզ թույլ մի տա, մի ասի, թող ես իմ ժողովրդին մոլորեցնեմ, թող խափեմ, թող վերարտադրվեմ, թող մնամ իշխանության, հետո այ ձեր ցավը տանեմ, ինչ կուզեք էդ էլ կանեմ, գոնե հիմա մի ասեք, մի բացահայտեք այդ ամեն ինչը։ Ու ասում է, դի կապ չունի, ասում է իրանք ինչ են։ Հետո գալիս է, ասում է, ինչ կապ ունի իրանք ինչ են ասում։ Հորադիս Զանգելյան, կարծիքով ճանապարհի մասին։ Ճանապարհի մասին մասին։ Ինչ կապ ունի։ Դու ես չի տեղավորվում որևէ մի բանական մարդու ուղեղում, որ ոնց կարելի է նման զուգահեռներ անցկացնել, ոնց կարելի է նման համեմատականներ անցկացնել եւ եթե կներեք կողմը Ադրբեջանն է, չէ՞, դա հայ-ադրբեջանական, այսպես կոչված փաստաթուղթ է նախաստորագրված, որի վկան Թրամփն է։ Կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ասում է կապ չունի Ադրբեջանը ինչ է ասում։ Կապ չունի ասում է Թուրքիան ինչ է ասում։ Բա այսքանից հետո ոնց հավատան իրենց խաղաղության դարաշրջանին կամ ոնց հավատան այդ օրակարգին։ Կրկնում եմ, ցավով եմ ասում, բայց այսօր իրենց վերարտադրումը կախված է Ալիևից եւ դրա համար են այսքան իջնում, այսքան ստորանում, այսքան նվաստանում, այսքան խնդրողի կարգավիճակով հանդես գալիս, որ խնդրում ենք Ալիև, խնդրում ենք, թող մենք վերարտադրվենք։ Քեզնից աղաչում ենք դա, մուրում ենք դա, բայց ամեն անգամ լսում ենք նույն արտահայտությունները, անփոփոխ իդեպ, եւ սա պատահական ինչ որ բան չի։ Այդ Զանգեզուրի միջանցք։ Այո, իհարկե դա պատահական չի։ Ոնց Դանիելյան, Ալիևը հավանաբար հասկանում է, որ հայ հասարակությունը շատ զգայուն է ընդունում այդ ձևակերպումը եւ հասկանում է, թե դրա տակ ինչ կա թաքնված, բայց ինչն է ուշագրավ, որ շարունակ օգտագործում է եւ այո, այդ խոսույթը շարունակում է մնալ նրանց օրակարգում ու եթե մի որոշ ժամանակահատված կար, որ դադար էին վերցրել, հիշում եք բանակցությունների ինչ որ փուլում, հիմա ակտիվորեն ասում են դրա զարգացման ուղղությամբ, ասում են ռազմավարական քայլ են կարել եւ այլն եւ այլն։ Այսինքն մի կողմից էլ ստացվում է Փաշինյանի ռեյտինգին են վնասում։ Դե Փաշինյանի ռեյտինգի վնասել չվնասելը չեմ կարող ասեմ, բայց այն որ ցավով եմ ասում վերջին ժամանակահատվածում վերջին տարիների ընթացքում Ալիև ինչ ասել է ցավոք սրտի ճիշտ է դուրս եկել, Նիկոլն ինչ ասել է սուտ է դուրս եկել։ Նիկոլը խաբել է, Ալիև ընդեղից ասել է սենց է։ Նույնը Արցախյան կոնֆլիկտի հետ կապված էր, նույնը զիջումների հետ կապված էր, նույնը ես երկար տարիներ որ ասում են նման բան չկա, նման բան գոյություն չունի, այսինքն այն ինչին որ ձգտել է Ադրբեջանը ստացել է, իսկ իրենք ընդամենը խնդրողի եւ կրկնում եմ մուրողի կարգավիճակում են եւ սրանց խոսքերին որևէ մի խոսքերին հավատալու բան չէ։ Այս հարցը ինչու ուղղեցի, որովհետև իրենք հասկանում են, չէ, թե Փաշինյանը ինչ մանիպուլյացիա է անում ներքին լսարանի առաջ, խոսելով թե թրիփը կապ չունի ադրբեջանական խոսույթի ու Զանգեզուրի միջանցքի հետ, բայց անգամ այդ, այսպես ասենք, ժեստը Բաքուն Փաշինյանին չի տալիս, նա շարունակում է ասել այն, ինչ ասում է, այսինքն անգամ Նիկոլ Փաշինյանի համար այս գայուն նախընտրական ժամանակահատվածում Իլհամ Ալիևը հետ չի կանգնում եւ ոչ մի թիս։ Իհարկե հետ չի կանգնում եւ այնտեղ բացի հրապարակային ուրեմն ինչ որ հրապարակված այն զիջումները, նաև թաքնված այնտեղ զիջումներ կան, էլի պարտավորվածություններ կան, որ արվի մենք բազմաթիվ անգամներ ձեր տաղավարից ասել ենք, որ Ադրբեջան ակտիվ պատրաստվում է նաև ադրբեջանցիների բնակեցման Հայաստան, ուրիշ էլի զիջումներ կորզելու Հայաստանից, այսինքն զինանշան, սահմանադրության փոփոխում, անկախության հռչակագրի, էլի խորքային էլի շատ
ու շատ պահանջներ կան, նաև դրա մեջ նաև տեղավորվում է նա, որ այս խմբակի պարագլուխ ասում է, որ այստեղ ադրբեջանական տարածքներ կան, որ պետք է հանձնվեն Ադրբեջանին, այնինչ Ադրբեջանի կողմից որևէ նման արտահայտություն մենք ոչ պաշտոնյաների մակարդակով, ոչ Ալիևի մակարդակով նման որևէ մի բառապաշար, նման որևէ մի արտահայտություն չկա, գոյություն չունի։ Եվ նաև գերիների հետ կապված ուրեմն իրենց այս վերջին արտահայտությունը ասում անազատության մեջ գտնվող անձիկ։ Այսինքն ի՞նչ նշանակում անազատության մեջ գտնվող անձիկ։ Դուք չգիտեմ ուշադիր եղել եք այդ ուրեմն ասած այդ արտահայտությանը մարդիկ ռազմագերիներ են, պատանդառնված անձիկ են, լավա չի ասել, որ այսինքն ինչ անում եք ճիշտ եք անում։ Դե ասել է, հայտարարելով, որ 18 տարեկան լրացած մեր պատանիները ինչ գործ ունեն Արցախում, անուղղակի ասել է, իսկ ձեր նշած հայտարարության մասով 3 այս տաղավարում մասնագետ էր միջազգային իրավունքի մասնագետ եւ գերիների հարցով զբաղվող փաստաբան, որը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը չօգտագործեց ապօրինի պահվող ձևակերպումը, այսինքն նա չտվեց այդ գնահատականը։ Եթե ասում են անազատության մեջ գտնվող, այդ անազատության մեջը դա հստակ ձևակերպում է, որ ասում է հլա դեռ դատարանը կորոշի այդ մարդիկ մեղավոր են թե անմեղ են, այսինքն նաև իրենց դատավորները, իրենց սրտի դատավորները այդ արտահայտությունը չեն անում, որ Բաքվում ռազմագերիներ կան, որ այդ մարդիկ ապօրինի են այնտեղ պահվում։ Եթե դու ընդհանուր ձևակերպում ես ասում անազատության մեջ մարդիկ կան, որոնք որ հիմա անազատության մեջ են, բայց վաղը միսօր դատարանի վճռով կարան եւ մեղավոր ճանաչվեն։ Այս պատահական չի սա արվում, այսինքն իրենք մտածում են, որ Բաքվում կարա ինչ-որ արդարադատություն լինի։ Տեսեք, չեն անում արտահայտություններ, չեն տալիս գնահատականներ, որոնք իրենց կարծիքով կոնֆլիկտոգեն են։ Դե ինչ անշանակում։ Որովհետև իրենք խաղաղության դարաշրջանում են ապրում։ Դե ինչ հիմարություն է, այդ մարդիկ նախ իրենք են մեղավոր, որ հիմա մենք այս կարգավիճակում ենք, այդ մեր հայրենակիցները հիմա այնտեղ են պահվում, իրենք են ուրեմն բոլոր գերիներին, ռազմագերիներին ադրբեջանցի հանձնել, այդ թվում հանցագործին Հայաստանի Հանրապետությունում հանցագործություն կատարած անձին, որ դանակահարել է, մորթել է, չգիտեմ, ծանր հանցագործություններ, երեխայի սպանության մեջ մեղադրված եւ պատիժը կրող։ Նույն նաև Սյունիքում էլի պահնորդին, որ սպանել էր, այդ պահնորդին էլ էլի այսօր փառք ու պատվով հանձնեցին, ճանապարհեցին եւ սա ուղղակի խոսքեր չկա ասելու եւ նկարագրելու սրանց ուրեմն լկտիությունն ու սանձարձակությունը։ Դանիել, մեր մի խումբ հայրենակիցներ էլ գտնվում են Երևանի բանտերում նրա համար, որ այս իշխանության քաղաքականությունը չեն կիսում, ունեն սեփական կարծիք, հանդես են գալիս ազգային արժեքների եւ ազգային եկեղեցու պաշտպանության դիրքերից եւ Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով այսօր դատավարություններ դուք արդեն հիշատակեցիք, իդեպ փաստաբանը բացարկներ է հայտնել մեղադրողներին, հաշվի առնելով այդ աղավաղված ձայնագրությունների փաստը։ Այո, այսօր 18 արդարների հերթական դատական նիստն է, դուք գիտեք, որ սրանից առաջ ինչպիսի գեղեցիկների են գնացել քննչական կոմիտեն, ուրեմն տարբեր պատկան մարմինները, գործով զբաղվող ուրեմն քննչական խումբը եւ նաեւ ԱԱԾ-ն ուրեմն ձայնագրություններ էր ասում, որ չգիտեմ, այսինչ ձայնագրությունների արդյունքում մենք պարզեցինք, որ ուրեմն պետք է մարդկանց գյուլեին, ավտոբուսներ այրեին, այս անեին, այն անեին, իրենց այս փուչիկը ուրեմն տրակում է, որևէ մի հիմնավորում չկա, որևէ, եթե մենք ուրեմն թե ձայնագրությունները, թե տեքստը կարդում ենք, լրիվ այլ բանի մասին է խոսքը, այսինքն ամբողջ այս դատական process-ը քանդվում է, որովհետև եւ իմիջիալոց ես ուզում եմ նաեւ հիշեցնել այս տաղավարը, որ 120 քննիչ
բան ու գործից կտրել էին եւ ուրեմն գործ էին կարում սրբազան պայքարի գործով 120 քնիչ դուք պատկերացնում եք ու սա անհավատալի մի բան է եւ այսօր էլ դատականիստի ժամանակ ուրեմն պաշտպանները ընթերցում էին ամբողջական ուրեմն խոսքը եւ ձայնագրությունները եւ տեքստը ասում են որ գտեք ասեք ով է ասել որ ուրեմն պիտի ավտոբուսներ այրեն նման բան գոյություն չունի կամ նույնը մարդկանց գյուլելու հետ կապված փոխարենը Հայաստանում գրեթե օրու մեջ իսկապես մարդիկ իրար գյուլում են եւ դրա ամենացավոտ դրսեւորումը մենք տեսանք Փարաքարում Մերձավանում Փարաքարի համայնքապետի ու մյուս անձի սպանությունը եւ իշխանություն սրա ուղիղ պատասխանատուն է նախ որ փորձում են քաղաքական հետևանքների հետ չկապել սա մի պարագա եւ մյուսը նույնիսկ եթե դա այդպես է իրավապահ մարմինները ինչով էին զբաղված որ տեղի է ունեցել նման ողբերգություն իրավապահ համակարգը ես ասեմ ինչով է զբաղված իրավապահ համակարգը զբաղված է կեղծ գործեր կարելով ընդդիմախոսների այսպես կոչված կոմպրոմատներ հայթայթելով անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հայթայթելով ես ասեցի որ գաղտնալսման հետապնդման շինծու գործեր կարելու եւ նաեւ իրավապահ համակարգը զբաղված է պաշտոնյաների, այսպես ասած, տարբեր տեղերում գիտեք, որ կառավարության շենքի մոտ հազարավոր ոստիկաններ են, նույնը Դաչայի մոտ հազարավոր ոստիկաններ են, եթե Նիկոլ Փաշինյանը գնում է մարզեր, կենթանի պատ են կազմում ոստիկաններից Երևանից մինչև հեռավոր գյուղ եւ ամբողջ այդ ճանապարհի երկայնքով ուրեմն ոստիկաններ են շարված, ասինքն Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված են իրենք եւ անպաշտպան են անդիմադիր գործիչները, անպաշտպանը հասարակ քաղաքացին եւ դուք ճիշտ նշեցիք ամիսներ շարունակ այդտեղ եղել է լարված իրավիճակ դեպքեր են տեղի ունեցել, սպանություններ են տեղի ունեցել, այնտեղ ուրեմն նաև եւ մենք ականատես ենք եղել նաև որ ապօրինի զենք զինամթերքի արկայություն ա եղել ԿՊ-ի հետ փոխկապակցված մարդկանց մոտ, այնտեղ նաև թմրանյութեր եւ այլն, այսինքն մի քրեացին իրավիճակ ա եղել եւ այս քրեացին իրավիճակը երկու վարկած կա կամ ուրեմն այդ ամեն ինչը բացի թողի իրավիճակում ա եղել, այսինքն որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, այսինքն այդ գործառույթը կատարող ԱԱՑ, ոստիկանություն, քննչական կոմիտե եւ այլ մարմիններ մատ-մատին չեն տվել որ անեն, այսինքն կոմպետենտ չեն եղել, մի վարկածը դա է, էլի իշխանության պատասխանատվության տիրույթում է, երկրորդն էլ որ ուրեմն աչքերը փակել են, ականջները փակել են եւ ես ենթադրում եմ որ այդ կոնֆլիկտը հասունացրել են հասրել այն պահին որ արդեն ունեցել ենք անդառնալի հետևանքներ ցավոք սրտի զոհեր ենք ունեցել մեկ անձ վիրավորվել է երկու անձ ուրեմն եւ համայնքի ղեկավարը եւ ուրեմն ոստիկանության աշխատողը լկտի ձևով ամենակստամնելի ձևով իր տան դիմաց գնդակահարվել են նաև այդ տեսանյութերը կան եւ դաժան սպանություն ա տեղի ունեցել եւ ես օգտվելով արդի ցավակցում եմ ընտանիքի անդամներին հարազատներին բարեկամներին սա կրկնում եմ տեսեք նաև մի կարևոր հարց էլ կա տեսեք անմիջապես հետո հանցագործությունից անմիջապես հետո ոնց որ ազատի կացարանում էր կացարանի դեպքով էր ոնց որ սրբազան ուրեմն պայքարի ուրեմն մասնակիցների դեպքում էր ոնց որ Սամվել Կարապետյանի դեպքում էր այս մարդը ուղղորդում է իրավապահ համակարգին վերդիկտներ կայացնելով արդեն պատրաստի որոշումներ կայացնելով ինքն ասել է որ կառավարությունը ինքն է հա կառավարությունը ինքն է նշանակում է որ նաև քննչական դատախազական չգիտեմ ազգային անվտանգության ծառայություններն էլ եթե ինքն է կառավարությունը պետությունը ինքն է ուրեմն իր ասածը հիմք է հանդիսանում այդ համակարգի համար եղան մարզային եւ այն իր հայտնի խոսքը որ ով կարա իմ ասացին հակառակ
կարծիքը ունենալ։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ իրավապահ համակարգը իր ասացին հակառակ կարծիք չի կարող ունենա, որովհետև հաջորդ վարքյանի դուրս կվռնդվի իր ուրեմն սենյակներից եւ իր աշխատասենյակներից։ Դե նախադեպը եղել է։ Իհարկե, նախադեպը եղել է, իհարկե նախադեպել է եղել, SMS հաղորդագրություններն էլ է եղել, մենք գիտենք ինչ էլ է կատարվել, մենք մինչև հիմա ցավոք մեր ազգաբնակչությունը, մեր հայրենակիցները չգիտեն, օրինակ պաշտոնյաները ինչի համար են գործի, գիտենք որ գործից ազատվում են SMS հաղորդագրություններով, բայց դեպքեր կան, որ մենք չգիտենք պատճառը, ինչն է, կոռուպցիոն սկանդալն է եղել, այս կամ այն հանցագործությունը կոծկելն է եղել, ինչն է եղել ի վերջո պատճառը։ Հրահանգ չկատարել է գուցե, պարոն Դանիելյան, մարզային պատասխանատուներ ազատվեցին այդ միջադեպից հետո, կարծում եք դա բավարար էր։ Իհարկե բավարար չէր։ Իհարկե բավարար չէր եւ այսպես խաղացան նոխազ ընտրելով կարող է մի հատ կներեք Ուչեսկովու գործից հանեն, մի հատ Թաղայինի գործից հանեն, կարան մի հատ ինչ որ վարչության պետ հանեն գործից, բայց խնդրի բովանդակությունն ու էությունը չի փոխվում, սա համակարգային խնդիր է։ Սա ոչ թե տեղային լոկալ պաշտոնյայի կա, իհարկե կա իրենց բաստողումը, բայց սա ամբողջ համակարգին վերաբերելի հարց է։ Երբ որ պաշտոնյաներ են նշանակվում ասելով որ պոլիփետը լինի մեզնից լինի, ասինքն ասում են դե մենք քաղաքական որոշում ենք կայացնում ուժային կառույցներում այս կամ այն նշանակումը անելով, այդ նշանակումներ իր հերթին բերում է անդառնալի հետևանքների, որովհետև տվյալ պաշտոնյան կոմպետենտ չի տիրապետում իր ուրեմն զբաղեցրած պաշտոնին, կապ չունի այդ գործի հետ։ Պաշտպանական ոլորտը կարանք ասենք, չգիտեմ, առողջապահության ոլորտը կարանք ասենք, մնացած ոլորտները կարանք ասենք։ Հանձնաժողովի նախագահի ընտրությունը ամենաթարմ օրինակը։ Իհարկե, այսինքն ոչ թե սկզբունքը այն է, այս կամ այն անձնավորությունը տիրապետում է գործին, ինչ փորձ ունի, ինչ անցած ճանապարհ ունի, ինչ կարող է տալ, այդ խնդիրները վերհանելու, կրկնում եմ, համակարգային լուծումներ տալու, այդ չէ, այս մեկը հիմնադիր անդամն է ԿՊ-ի, այսինքն եթե հիմնադիր անդամն է, ավտոմատ ինքը փոխնախարարի պաշտոնը այնտեղ կախած է, կամ նախարարի, կամ չգիտեմ, հանձնաժողովի նախագահի, ասում են դե հանձնաժողովի նախագահն էլ ինչ ասում է, ասում է խու կարևոր պաշտոն չէ հանձնաժողովի նախագահ ասում է, գալիս են, դե որոշումները կայացնում են, ինքը ընդհանրապես պիտի կազմակերպի, այսինքն ինքը պիտի հանձնաժողովի անդամներին կանչի, ասի այսօր հանձնաժողովը նիստ է, ու այդ ասենք կենտրոնական այդ ամբիոնից կամ ասենք այդտեղ բանից այն աթոռին նստած, փափուկ աթոռին, ասի հանձնաժողովի նիստը սկսվել է եւ ավարտվել է։ Բայց արդյոք դա տարօրինակ է, պարոն Դանիելյան, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետն է, այսինքն նա կառավարման փորձ չի ունեցել, լիարժեք բարձրագույն կրթություն չի ունեցել, հետեւաբար իր խորհրդարանի հանձնաժողովի անդամը կարող է լինել նախագահը, կարող է լինել բուժքույրը։ Սա գիտեք դավադրություն է այն առումով որ ժամանակին Հարավսլավիա նման գործ կար, նախկին Հարավսլավիա նման գործ կար, երբ որ ուրեմն մեկին բռնել էին պետական դավաճանության մեջ եւ ասել ինչ հանձնարարություն է ստացած, մեկ հանձնարարություն եմ ստացել բոլոր կարևորագույն պաշտոններում նշանակել մարդկանց, որոնք իրենց գործից տեղյակ չեն։ Այսինքն գործից անտեղյակները զբաղեցնում են կարևոր պատասխանատու պետական պաշտոններ եւ երկիրը քանդելու process-ը սկսված է։ Եվ ասում են այս կամ այն անձնավորությունը բարի անձնավորություն է, քնքուշ անձնավորություն է, հոգատար անձնավորություն է։ Լավ, մենք այդ մարդկանց որակները, քնքշությունը եւ չգիտեմ հոգու խորքում իրենց ես իմ ասում եմ մենք հոգու խորքում բան ենք, մենք դրա համար ենք պաշտոնների նշանակում։ Հայաստանի Հանրապետությունում քնքուշ, բարի մարդիկ շատ կան, բայց եթե այդ գործին տեղյակ չեն, այսինքն որ մեր հայրենակիցները պատկերացնեն, օրինակ հանձնաժողովի աշխատանքը օրենսդիր մարմնում նաման խորհրդային կառավարման խորհրդարանական կառավարման ուրեմն պետություններում որտեղ որ խորհրդարանը ամենակարևոր դերն ու նշանակություն ունի այդտեղ կարևորագույն որոշումներ են կայացվում եւ այն տեսլականը ուրեմն այն նախագծերը որ քննարկում են կոնկրետ ոլորտին վերաբերվող
այդտեղ են մշակվում, քննարկվում եւ նաեւ պատրաստի լուծումներ առաջարկում, որ դրանով առաջնորդվի այս կամ այն գերատեսչությունը նախարարությունը։ Այն էլ այնպեսի զգայուն ոլորտ, ինչպիսին առողջապահությունն է եւ պարոն Դանիելյան, այդքան թմկահարում, չարչրկում, խոսում էին, որ սենսացիաներ են սպասվում, ժողովուրդ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը բացահայտումներ է անելու։ Ինչու չմտավ ձեր կարծիքով այդ սենսացիոն զեկույցը Աժե Լիագումար նիստերի օրակարգ։ Դա զուտ Անդրանիկ Քոչարյան, Ալեն Սիմոնյան, այսպես կռիվների, անհամաձայնությունների հետևանք էր, թե քաղաքական որոշում էր, որովհետև խաղաղության ճակերտավոր պայմաններում պատերազմից խոսելու եւս մի առիթ Փաշինյանը չէր ուզում տալ ձեզ ընդդիմությանը։ Տեսեք, նախ որոշողը ոչ Ալեն Սիմոնյանն է, ոչ Անդրանիկ Քոչարյանը, որոշողը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ Փաշինյանն է որոշում, ինչ անեն, երբ անեն, ոնց անեն։ Եվ այս ժամկետները, որ նաև իրավական խնդիր կա, այսինքն ժամկետը անցել է, այդ հանձնաժողովի աշխատանքները այլևս չկան, դա ժամկետով այդ ժամկետը լրացել է։ Այո, բայց եթե իրենք ցանկանային, նման իրավական խնդիրներ չի որ խախտել։ Ֆիքսենք, որ օրենքի խախտում է դա, բայց կներեք, եթե ուզենային ավելի շուտ հրապարակեին, հաստատ կհրապարակեին, որովհետև նոր ինչ որ հանգամանքներ չի ավելացել եւ իրենք գիտեն, որ հստակ ժամկետ կա, այդ ժամկետի մեջ ձգձգել են այդ ժամկետները, այսինքն դա բոլորի գիտեն դրա մասին, բայց այստեղ հետաքրքիր, ուրեմն հետաքրքիր հանգամանքներ կա, որ նախ երևի ձեռ չի տալիս, որ այդ ուրեմն 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը որոշակի բաներ կա, որի հետ կարծում եմ, որ իրենք համաձայն չեն եւ հասարակության լայն շերտերին հասու դառնալու դեպքում իրենք որոշակի խնդիրներ կունենան, այդտեղ այդ հանգամանքներ կա նաեւ ձեր նշած խնդիրը մինչ անձնային հարաբերությունների հարցը, բայց կրկնում եմ, սա ավելի շատ իմ պատկերացումը դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը ինքը չի ցանկացել, որ դա լինի, երբ որ ինքը ցանկանա, էլի ինչ որ լուծումներ, ինչ որ տարբերակներ կգտնեն դա հрамցնելու, բայց այնպես էլ չի, որ այդ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի այսպես մի ինչ որ վստահություն կա։ Չէ, խոսքը դրա մասին չէ, դա բնականաբար իրենք իրենց էին քննելու, դրա մասին չի խոսքը։ Շատ կարևոր մի հանգամանք էլ կա, որ միայն Անդրանիկ Քոչարյանն է տեղյակ դրա այդ վերջնական փաստաթղթի բովանդակությանը։ Իմ տեղեկություններով ոչ մեկ, այսինքն հանձնաժողովի անդամների մասին է խոսքը, ոչ մեկ չի թույլատրվել կարդա այդ վերջնական փաստաթուղթը։ Սենսացիա չեն գտել, պարոն Դանիելյան, որ գան հերթական անգամ մեղադրանքները, սլաքները ուղեն նախկիններին ու բանակին, դավաճաններին ու պարտությունը փաթեթավորեն այդ ուղով։ Հնարավոր է, բայց կրկնում եմ, ամենակարևորն այն է, որ վստահություն չկա, քանի այս իշխանություններն են որևէ մի կարևոր առանցքային, ուրեմն խնդիր կամ որևէ մի առանցքային դերակատարություն ունեցող փաստ չի կարող հրապարակվել։ Մենք միամիտ չենք, որ մտածենք, որ այս իշխանությունների օրոք ինչ որ մի հարց, որը ուղիղ փոխկապակցված է իրենց հետ եւ առնչվում է իրենց, կարող է ջրերես հելնի, չէ՞, չի կարող նման բան լինի։ Դրա համար ես կարծում եմ, որ համապարփակ եւ բովանդակային այդ խնդրին մենք կարող ենք անդրադառնալ եւ կարող ենք ուրեմն հույսեր ունենալ, որ ի վերջո մեր հասարակությունը, հանրությունը կիմանա այդ ընթացքի բոլոր այդ դավաճանությունների եւ բոլոր այն ինչի մասին որ ես չեմ ուզում կրկնվել, ինչի մասին խոսել են, կարող է իմանալ միմիայն իշխանապողության պարագայում։ Իշխանապողությունից հետո այնքան բաներ կբացահայտվեն, այնքան այդ բաներ ջրերես կլինեն, որ դուրս կգան, որ մեր հասարակությունը նոր այդ ժամանակ
Չնայած հիմա էլ կարծեք թե մենք այսպես ասած նենց չի որ մտածում ենք որ իրենք այս ամեն ինչին անմասն են մնացել, այսինքն այն խնդիրներին, խնդիրներին, այն անկազմակերպվածությունը, այն իրենց բաժին պատասխանատվությունը որ կա, դա միանշանակ է, դրան երկրորդ կարծիք չկա, բայց կրկնում եմ, համապարփակ եւ բովանդակային քննություն կարող է լինել իշխանափոխությունից հետո եւ ես համոզմունքը ունեմ, որ դա լինելու է եւ ի վերջո մենք հասկանալու ենք պարտության, ծախողումների եւ բոլոր այն հարցերի պատասխանները, որ մինչեւ հիմա մեզ տանջում է, մինչեւ հիմա մենք շատ ու շատ հարցեր կա, որի պատասխանները մենք չունենք եւ այդ պատասխաններն ու այդ ամբողջ բանը կոծկվում է, մենք գիտենք դրա շրջանակներում քանի մարդ է անազատության մեջ, այս վերջերս նաեւ Ջալալ Հարությունյանի հետ կապված Միքայել Արզումանյանը, որ էլի երկար, ուրեմն տարիներ այլի անազատության մեջ է եւ էլի շատ sense աբսուրդային գործընթացը փակ է, չգիտենք ինչ է կատարվում դատարանի դահլիճում։ Այո, գործընթացը փակ է, էլի մարդիկ կան, որոնք որ, այսինքն իրենք սա օգտագործում են քաղաքական ճնշումների համար, իրենց սրտին ոչ հաճո, չգիտեմ, ղեկավարների կամ մարդկանց, որոնք որ իրենց կամ քննադատելա կամ իրենց դեմ ինչ-որ մի բան է խոսել, այդ մարդը կարա տարբեր գործերի շրջանակներում հայտնվի անազատության մեջ, ոնց որ հիմա էլ Սամվել Կարապետյանի հետ կապված այդ գործը, ասում է պետության համը կմնա բերաններում, այսինքն էլի մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում, էլի, այսինքն կայացած մարդ, ազգային բարերար մարդ, որը ամբողջ իր կյանքն ու գործունեությունը նվիրաբերել է Հայաստանի Հանրապետություն ինչքան բարեգործություն արել, ինչա ձեր կարծիքով դուք, ասենք ամեն մեկը մտածում է փչացվածության իր աշճանով, էլի, այսինքն ինչ որ մի բարի կարիք ուներ այդ մարդը, բան արավ, հա, ինչ որ պետություն ա ուզում, ասինքն էլի ճղճիմ, էլի մերկանցիլ, զզվելի բովանդակությամբ տեքստեր, որ արդեն մեր ժողովրդին պիտի պարզ լինի, այս մարդը ինչ է իրական դեմքը իր, էլի սա կրկնում եմ մեր բոլորիս խայտարակությունն է, որ սրբազան հայրեր, զինվորականներ, որդեկորույս ծնողներ, ազգային բարերար, անազատության մեջ են մի մարդու հրահանգով ու ցուցումով, մի մարդու Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ որևէ մեկը որ համարձակվի իր կարծիքին այլ կարծիք հայտնի ոնց որ եղավ ուրեմն Արմեն Աբազյանի ուրեմն հետ կապված որ հրաժարվել է կատարել հրահանգը եւ տեղի անմիջապես պաշտոնանկություն անմիջապես կամ Լիպարի Դրմեյանի որ ասել էր որ հեծի գործով պետք է այդ որոշումը կատարվի Անմիջապես եթերում հնչեց հրահանգը հաջորդ օրը եղավ դրա կատարում։ Էլ չեմ ասում այն հարցերի, որ էլի կարանք երկար խոսենք, այս ուրեմն on-line խաղերի հետ կապված, որ այս ուրեմն կոնֆլիկտը կա, ներքպական այս կոնֆլիկտը կա, այդ էլ հլա դեռ շատ ջրեր է հոսելու եւ սա փաստում է մի բանի մասին։ Մենք ունենք մի իշխանություն, որը որ ամեն գնով ուզում է իշխանությունը պահել որևէ մի բանի առաջ կանգ չառնելով, ոչ նվաստացումների, ոչ պետական պարտքը կրկնապատկելու, ոչ մի բանի, ոչ այս դիկտատուրան եւ բանը մտցնելու եւ եթե ժամանակ ունենք, ես կարճ ուզում եմ նաեւ իրենց այս ամեն ինչը քողարկելու հետ կապված էլի, ինչ որ այս քաղաքական հետապնդումները լինում է, չէ՞, ինչ քաղաքական հետապնդում լինում է, անունը դնում են ռուսական հետք կա Ռուսական հետք կա ու նաև ամբողջ այդ ուրեմն արևմուտքով ամերիկան կանաչ լույս են ստանում գնում են տարբեր դեսպանների հետ հանդիպման, տարբեր միջազգային կազմակերպությունների, ասում են, այ մենք որ այս ապօրինությունները կատարել ենք, այս մարդիկ որ հանիրավի իրենք մեղադրել են եւ տարել են քրեակատարողական հիմնարկներ, այդ մարդկանց հետ կապված ռուսական հետք կա։ Իրենք 5-րդ շարասյուն են, որ փորձելով Այս իրենց այս խայտարակ ապօրինի այս գործելավոճը փորձելով քողարկել։ Եվ այդ ամենը ինքնիշխանության ու սուվերենության անվանի տակ։ Այո, այդ ամեն ինչը փաթեթավորում են, ասում են մենք այլևս սուվերեն ենք։ Դուք տեսնում եք էլի այդ սուվերենությունը։ Շնորհակալ եմ, պարոն Դանիելյան, զրույցի համար, հարցազրույցին սպասեք վաղը։